Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր ես զրուցելու եմ դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուրենյանց, հետևում եք, գիտեք, որ վերջին օրերին Հայաստանը ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ փաստաթղթեր ստորագրեց Եվրամիության հետ, Եվրամիության առանձին երկրների Գերմանիայի հետ, սա ինչ է արդեն տարածաշրջանային, այսպես ասած, փոքր ապաշրջափակման կամ հարաբերությունների վերականգնման փոքրիկ քայլերին զուգահեռ արդեն նոր իրողություններ, նոր ազդեցություններ, նոր վիճակ ունենք մենք տարածաշրջանում։ Մի կողմից ես միշտ ողջունել եմ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան եւ դրա մեջ որևէ բացասական բան չեմ տեսնում, որ բոլոր ազիմուտներում Հայաստանը շատ ակտիվ լինի եւ գործընկերային հարաբերություններ հաստատի։ Մյուս կողմից պարտադիր եմ համարում, որ աշխարհակաղակական որևէ կենտրոնի հետ հարաբերությունները չկառուցվի մեկ այլ կենտրոնի հետ հարաբերությունների հաշվին, այսինքն անտագոնիզմի կամ ստրատեգիական կուրսը փոխելու գնով չլինեն այդ ակտիվությունը, բայց կա մի միտում էլ, որի մասին չեմ կարող չասել, դա այն է, որ այդ ռազմավարական օրակարգերը իշխանությունը ուռճացնում է եւ մեր հասարակության վրա վաճառում է որպես ստրատեգիկ հարաբերություններ անվտանգության համակարգում, որը բացարձակապես այդպիսին չէ։ Օրինակ ողջունելով հանդերձում են Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը, տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացումը, պետք է հստակ մեր հասարակությանը ասել, որ դա դասական իմաստով ռազմավարական անվտանգային հարաբերություններ չեն։ Հարաբերությունների խորացում են մեկ աշճան ավել, ես չեմ էլ տեսնում, որ Եվրամիության կամ Եվրամիության անդամ որևէ երկրի հետ հիմա ինտեգրացիոն ավելի բարձր մակարդակ ունենք, քան էր, ասենք 2017-ի սեպան ենթադրում։ Դա աստիճանաբար չի լինում, հատկապես որ Եվրամիության անդամակցելու վերաբերյալ գիտեք ազգային ժողովը օրենք ընդունեց եւ բացի այդ Բրյուսելում ստորագրված այդ փաստաթղթի շրջանակներում խոսք եղավ Հայաստանի պաշտպանական անվտանգային հարցերի այդ կառավարությունների բարձրացման վերաբերյալ, դուք գիտեք էներգետիկ դիվերսիֆիկացման, ինչը նույնպես անվտանգային խնդիր է։ Այդ ոլորտում Եվրամիությունը խոստացել է 500 միլիոն եվրոյի ներդրում կատարել եւ նման բաներ։ Սրանք արդեն անվտանգային հարցեր չեն։ Անկասկած է, որ դուք ընթերցել եք ազգային Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը, որը 10 օր առաջ հրապարակվել է, նույնիսկ ամենաթունդ եվրոսկեպտիկները, որոնց շատ հաճախ մեղադրում են ռուսական ազդեցության դրոշմը իրենց վրա կրելու համար, նման խիստ գնահատականներ եվրոբյուրոկրատիային Եվրամիությանը եւ այդ միավորի հեռանկարին չեն տվել։ Եվրամիությունը ինքը իր ստրատեգիական ապագայի վերաբերյալ շատ մշուշոտ պատկերացումներ ունի։ Այդտեղ կենտրոնախույս տրամադրություններ են զարգանում, գիտեք, Հունգարիայի, Սլովակիայի խնդիր կա, տարբեր երկրներում էլեկտորալ տրամադրությունների տատանումներ կան եւ այլն։ Ես չեմ ուզում եթերը նվիրենք Եվրամիության խնդիրներին։ Այսինքն եվրոինտեգրումը Հայաստանի կողմից դա ապրանք է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի շուտ վաճառում է մեր հասարակության վրա, քան իրական process։ Այո, եվրոպական չափանիշներին մենք պիտի համապատասխանենք, որովհետև դա արժանահամակարգ է, որ բխում է նաև մեր հասարակության պատկերացումներից, արժեքներից եւ այլն եւ այլն։ Բայց եվրոինտեգրումը այս պահին այն իմաստով, որ մենք դառնանք ԵՄ անդամ, ոչ միայն իրական քաղաքական ռեժիմի հետ ավերժ չունի, այլ կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել, օրինակ Օվերչուկի երեկվա հայտարարությունը։ Դա Օվերչուկը առաջին անգամ չի նման հայտարարություն։ Առաջին անգամ երեք մի շեշտադրում էր արել, որ առևտրաշրջանառությունը կիսով չափ պակասել է, որտեղ ռուսական բիզնեսը սկսել է չհավատալ Հայաստանին։ Դե այդտեղ դուրս եկավ ոսկին, այդ հանկարժեք քարերը, չէ՞։ Բայց իրականում իրենք որոնք կիսով չափ բարձրացրեցին, եթե նույնքան նվազեց։ Բայց Նիկոլ Փաշինյանը միամիտը չի, որ հավատա եվրոինտեգրման իրական հեռանկարին,
Սա իր համար նախընտրական շատ հարմար кейս է, հատկապես մոլդովական սցենարի ներդրման հեռանկարով ինքը հիմա ուղղակի լուծում է իր նախընտրական բարենպաստ դիրք ստեղծելու խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայում էլ այս անգամ էլ կրկնեց այն միտքը, որ մենք շահած դուրս կգանք անգամ այն դեպքում, եթե մեզ չընդունեն Եվրամիություն, մենք կհամապատասխանենք արդյունքում մեր բոլոր չափանիշները եվրոպական չափանիշներին, իսկ եթե ընդունեն շատ ավելի լավ։ Իսկ ինչ է կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում անդամակցության։ Շատ լավ ասում Նիկոլ Փաշինյանը, ճիշտ ասում։ Ի վերջո գլխավոր խնդիրը դիլի չափանիշներին համապատասխանելը։ Այդ դեպքում ինչու գնացին արկածախնդրության այդ օրենքը ընդունելու, մանավանդ որ անդամակցության հայտ տալու համար այդ օրենքի անհրաժեշտությունը ընդհանրապես չկար։ Օրենսդիր մարմինը դեր չունի այդ ֆորմալիստական դիտանկյունից դեր չունի անդամակցության հայտ ձևակերպելու։ Ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյանը մի քայլ է արել, որը հետո կարող է նաև իրենց դեմ մեղադրանք դառնալ։ Օրինակ, Վարդան Ղուկասյանին ազատազրկել են Գյումրու քաղաքապետ։ Մի հատ այլ վերպետական միության Հայաստանի անդամակցությունը անհրաժեշտ համարելու համար, չէ՞, Ռուսաստան։ Ոչ, այնտեղ կաշառք կար, չէ՞, կաշառքի այդ հոդվածն էլ վրան կա։ Այդ հոդվածն էլ կա, որ նա ասել էր մենք Ռուսաստան-Բելարուս միությանը չէ՞ պետք է անդամակցենք։ Կարծիք է։ Դա էլ է միություն։ Սա իդեպ ասեցի։ Ուզում եմ ասել, որ շատ հաճախ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ուղիղ մի կալեք։ Եվրամիության ինտեգրման օրենքը լրիվ ավելորդություն էր, որը լրիվ անհարկի փչացրեց Հայաստանի առանց այդ էլ փչացած հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե խնդիրը եվրո չափանիշներին համապատասխանելն է, դա կարելի է անել անաղմուկ եւ առանց երկրի ստրատեգիական կուրսը վերանայելու անհաջող փորձերի։ Այսինքն պետք չի դա հակադրել հակառուսական кейսով պետք չի Եվրոպա գնալ։ Դե եթե Եվրոպա ես գնում, դա ինքնըստինքյան նշանակում է հակառուսական։ Ով ասում ձեզ, դա մեր պսևդոարևմտամետների խոտոր տրամաբանությունն է։ Շատ լավ, այդ դեպքում ինչի է Օվերչուկը անդադ կրկնում, որ երկու միությունը միասին հնարավոր չէ։ Այո, եթե ընտրություն կատարես, ընտրության հանգրվանին ճիշտ է, բայց հենց դուք նոր քիչ առաջ շատ դիպուկ շատ սեղմագրված ձևով ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը Գերմանիայում, որտեղ նա ինքը ԵՄ-ին անդամագրվելու հեռանկարը շատ մշուշոտ էր համարում։ Խոսում էր չափանիշներին համապատասխանելու մասին, որը կարծեմ որևէ իշխանություն չի էլ բացառել, հերքել, որ Հայաստանի նպատակը այդ ստանդարտներին համապատասխանելն է։ Ինչի մասին էր այդ ՍԵՊԱ-ն կամ աշճանական բոլոր քայլերը, որ երեք իշխանության օրոքել եղել են, չէ՞։ Հետևաբար, այ դրա համար եմ ասում, շատ ճիշտ է արտաքին քաղաքականության ՍԵՊԱ-ն երեք իշխանության օրոք։ ՍԵՊԱ-ն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք է 2017։ Այո, 3, այսինքն Ռոբերտ Ես նկատի ունեմ երեք իշխանություններն էլ ինչ-որ քայլեր արել են եվրոինտեգրման ճանապարհին։ Քոչյանի օրոք էլ Եվրախորհրդի անդամ դարձանք, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ ինչ-որ բարեփոխումներ էին արվում, նաև եվրոպական կառույցները, ռեկոմենդացիա եւ այլն։ Այդ ամեն ինչը ճիշտ է, եթե արկածախնդրության չես գնում եւ չես ընդունում այն օրենքը, ինչի մասին դուք հիշատակեցիք։ Որտեւ այդ օրենքը կիրառական իմաստով ոչինչ չի տալիս։ Զրո պրակտիկ նշանակություն ունի այդ օրենքը։ Բայց այդ օրենքը նստվածք է թողնում, որ Հայաստանը ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունը անշրջելի է համարում։ Ինչա առանց համապատասխան երաշխիքների եւ առանց process-ի կանխատեսելիության քո համար խնդիրները հարուցում այլ ազիմուտում։ Խոսքը սրա։ Գիտեք, ներքին պայմանավորվածություններ չկան, որ մենք տեղյակ չենք այդ մասին։ Ես դավադրապաշտության Դա դավադրապաշտություն չի։ Ինչ ներքին պայմանավորվածություն։ Հա, Հայաստանը իսկապես Ռուսաստանը շատ ավելի լոյալ է վերաբերվում բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են եվրոինտեգրացիային, ի հակառակ ՆԱՏՕ-ին անդամ դառնալու ցանկություններին, սա ակնհայտ է, բայց գիտեք, ես հակված եմ ենթադրել, որ ինչ-որ կարմիր գծեր, այո, ներքին քննարկումներում ֆիքսվում են, բայց հեռու եմ այն կարծիքից, որ
Մոսկվան խրախուսել է այդ օրենքի ընդունումը Հայաստանի պարլամենտում, հեռու եմ այդ կարծիքից։ Իսկ ընդհանրապես մինչև 2022 թվականը, 22 թվականից հետո այլ բան է փոխվել։ Մինչև 2022 թիվը եվրոբյուրոկրատիան կամ արևմտյան էլիտաները չեն խրախուսում Հայաստանում հակառուսականությունը, որովհետև նրանք այդ խնդիրը չունեին։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո հատկապես եվրոբյուրոկրատիայի մոտ, որը որևէ աղերս չունի եվրոպական արժեքների հետ, եթե մոլդովական սցենարից հարկ լինի խոսել, կհիմնավորեմ ասածս, սկսեց խրախուսել տարբեր սատելիտ ռեժիմների հակառուսական ստրիպտիզը, որը որևէ աղերս չունի եվրոինտեգրացիայի հետ։ Հակառուսականությունը արևմտականություն չի, դա թյուր շատ Այո, բայց ռուսներն են արևմտականությունը կամ դեպի արևմուտք քայլերը ընդունում ընկալում հակառուսականություն եւ ըստ այդմ էլ սրվում է Հայաստանում ներքաղաքական դիսկուրս այդ առումով։ Իսկ Մեքսիկայում ռուսական համակարգի բաղադրիչների ընդունումը Միացյալ Նահանգների մոտ անհոգություն առաջացնելու։ Մենք եկեք այս մեր հարցերով եւ մեր տարածաշրջանով։ Ուզում եմ ասեմ ցանկացած գերտերություն իր կենսական ազդեցությունների տարածքներում շատ զգայուն է բոլոր այդ հարցերի վերաբերյալ։ Կամ Մոնրոյի դոկտրին չէ Միացյալ Նահանգներում ընդունված տակավին 19-րդ դարում, որը Միացյալ Նահանգներին շատ զգայուն է դարձնում, երբ որ արևմտյան կիսագնդում որևէ այլ երկրի ազդեցություն աճում է։ Հիմա Մոնրոյի դոկտրինը Թրամփը վերակենդանացրել է եւ այդ Պանամայի ջրանցքի հետ կապված, Վենեսուելայի հետ կապված էս բոլոր զգայուն գործընթացները հենց դրա հետևանք են։ Նույն կերպ Ռուսաստանը շատ զգայուն արձագանքում է, երբ որ հետսովետական տարածքում այլ աշխարհաքաղաքական կենտրոններ փորձում են ստատուս քվո փոխել։ Սա միջազգային հարաբերությունների կամ աշխարհաքաղաքականության բանաձևն է։ Այո, եւ դա չի բարի եւ չար աշխարհաքաղաքական կենտրոններ կամ կայսրություններ չեն լինում։ Եվ դա չի արդյոք ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական քննարկումների վրա, Ռուսաստանի այդ ընկալման ազդեցությունը, որը մեր մոտ նման մեկնաբանություններ կարող են հնչել կամ հնչում են։ Չէ։ Մենք պիտի շատ սովորել ենք, որ բարի աշխարհաքաղաքական կենտրոններ կամ չար աշխարհաքաղաքական կենտրոններ չկան։ Բոլոր ունեն իրենց շահերը եւ այդ շահերը պարտադիր չի, որ բոլոր դեպքերում համընկնեն մեր հասարակության տրամադրությունների հետ։ Աշխարհաքաղաքականությունը հաշվարկ է, էմոցիա չի, ոչ էլ պատրանք է։ Ես գիտեմ, որ 2018-ից հետո շատ դժվար է հաշվարկի մասին խոսելը, որովհետեւ մենք ունենք չափազանց իմպուլսիվ եւ պատրանքային դաշտում գործող մեկը արտաքին քաղաքականության դաշտում հատկապես, բայց ընդհանրապես աշխարհաքաղաքականության մեջ հաշվարկը, կանխատեսումները եւ սեփական օրակարգը զգուշությամբ սպասարկելը պետք է դոգմա։ Սա իմ իջալոց ասում եմ ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ նաեւ որպես պատմաբան միջազգայնագետ։ Մենք լսեցինք նաև, որ Հայաստանը արդեն փորձ է անում նավթամթերք ներկրել Ադրբեջանից, մենք չգիտենք դա կոնկրետ նավթային ինչ մթերք է, բենզին է, նավթ է եւ այլն, կամ ով է ներկրելու, որ ընկերություն է ներկրելու, մեր ավանդական նավթ ներկրող ընկերություններն են, թե նոր ընկերությունը, ներգործարարը եւ այլն։ Այնուամենայնիվ լավ չէ, որ ինչպես Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, քաղաքականությունը, տնտեսությունը կարծեք թե աբգոն է անում, իր բառն եմ ասում, քաղաքականությունը եւ դա նավթային, նույնն է թե նաեւ էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացման փորձերից մեկն է։ Տեսեք, ես պատկանում եմ այն սակավաթիվ քաղաքական գործիչներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի փոխզիջումային կարգավորման կողմնակից է եղել նաեւ մինչեւ 44 օրյա պատերազմը։ Բացեք իմ բոլոր հարցազրույցները կտեսնեք, որ ես մինչեւ պատերազմն էլ մեզ ասում էին պարտվողական կամ լևոնաղական կամ դավաճան եւ այլն։ Այդ գիծը ես միշտ եմ պաշտպանել, որ Հայաստանի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի միջև պիտի հաստատվեն կանխատեսելի բնականon հարաբերություններ։ Այնպես որ ես չեմ կարող ասենք տնտեսական հարաբերություններին դեմ լինել կամ հումանիտար ոլորտում շփումներին դեմ լինել, բայց ես դեմ եմ ֆետիշացնել անջատ վերցրած ինչ-որ քայլեր
եւ դա ներկայացնել որպես հաստատված խաղաղության իրողություններ են դեպքում, երբ որ ինստիտուցիոնալ խաղաղություն ուղղակի չունենք։ Չունենք մենք ինստիտուցիոնալ խաղաղություն։ Երկու պարամետր կարող եմ խոսել, որոնք խաղաղության մասին ընդհանրապես չեն վկայում։ Գերիների առկայություն, փակ սահմաններ եւ երրորդ էլ կարող եմ ասել օկուպացված տարածքներ։ Այս երեք հատկանիշները այս երեք խնդիրները քանի վերացված չեն, այդ տնտեսական համագործակցության դիսկրետ օրինակները տպավորիչ չեն։ Միգուցե դրանք կբերեն ավելի արագ հարաբերությունների Չէ, դրան ին տպավորությամբ դրանք այլ բանի են սպասարկում կներեք։ Ինչ? Դրանք այլ բանի են սպասարկում իմ տպավորությամբ, դրանք սպասարկում են Նիկոլ Փաշինյանին տրարժավին։ Ինչին? Նիկոլ Փաշինյանին տրարժավին։ Ես առայժմ համակարգված տնտեսական հարաբերությունների ձգտում Բաքվի կողմից չեմ տեսնում։ Եթե հնարավոր կլինի Ադրբեջանի տարածքով Ղազախստանից կամ Ռուսաստանից ներկրել միայն ցորեն չէ, այլ ապրանքներ եւս, եթե հնարավոր է Ադրբեջանից նաեւ Ռուսաստանին զուգահեռ ներկրել նավթամտեր, անկախ նրանից դա կծառայի Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, ընտրաշավին, թե ոչ, դրանք լավ չեն։ Ես դեմ չեմ։ Նույնիսկ սոքարի բենզին գալուն դեմ չեմ։ Երկու խնդիր իմ մոտ կա։ Ես ասում եմ, որ դրանք ինստիտուցիոնալ բնույթ չունեն եւ ընտրական ցիկլից հետո դադարեցվելու են։ Համոզված եք։ Այո, եւ երկրորդը ասում եմ, որ դա շատ քանի որ հաստատված խաղաղության հետ գործ չունենք, ես ուզում եմ հասկանամ դրա գինը ինչ է լինելու։ Այս երկու խնդիրն է իմ մոտ։ Թե չէ հարաբերությունների հաստատմանը տնտեսական, սահմանների բացմանը, առևտրին, ես բացարձակապես դեմ չեմ։ Ինչ է նշանակում դրա գինն ինչ է լինելու։ Օրինակ։ Տեսեք, մի հատ տրամաբանություն կա, որ այս ամեն ինչը սպասարկում նախընտրական պաուզա է Նիկոլ Փաշինյանի համար, իսկ բոնուսներ են տալիս իրան, որպեսզի վաճառի մեր ժողովրդին, նաև Ադրբեջանի համար դրական բարի հարևանի իմիջ ենք ստեղծում, հասարակությանը ադապտացնելու համար այն հնարավոր զիջումները խորքային, որ պետք է արվեն Ադրբեջանի։ Իմ մոտ այդպիսի տպավորություն առայժմ։ Թե չէ սոքարի բենզին գալուն, բենզինի շուկայի դիվերսիֆիկացիային կամ ղազախական ինչ սորտի ցորենել ուզում է գա կամ ռուսական ցորենի գալուն ես դեմ չեմ։ Իդեպ այդ ապաշրջափակման արգելքի վերացումը շատ քիչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության կամ Վաշինգտոնի համաձայնությունների հետ կամ գրեթե կապ չունի։ Իսկ ինչի հետ կապ ունեն ասես։ Դուշանբեում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպան պայմանավորվածությունների հետևանք։ Այդ դեպքում իշխանությունները ինչու են ասում, որ դա Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է, չէ՞ որ բանակցությունները իրենք են տանում, իրենք են հիմնական խոսացողները, ինչի պետք է հակառակը ասեն։ Դուք հիմա ինձ այնքան անշնորհակալ գործի եք դրդում։ Եթե ես իշխանությունների ասածները սկսեմ մեկնաբանել, օրինակ կարող է հասնենք այնտեղ, որ 1915 թվականին ցեղասպանություն եղել է այն պատճառով, որ ռուսները մեզ դրդել են ինչ-որ անհաջող բան անել։ Իշխանությունները շատ սիրում են քարոզչական կեղծ պատկերներ ու նարատիվներ ստեղծել։ Շատ օրինակ, տեսեք, այդ տնտեսական փոքր նախաձեռնությունները դրական է, բայց օրինակ երբ որ հեռուստաէկրանին հայտնվում է Ալեն Սիմոնյանը եւ սկսում է այդ փաստը ֆետիշացնել, համերախմել ադրբեջանական ժողովրդի կենացը, սկսում ես մտածել, որ այդ նախաձեռնությունների հետևում գուցե քողարկված չերևացող ծածուկ ենթաշերտեր կան։ Չի կարելի որևէ բան ֆետիշացնել, Վաշինգտոնի հռչակագիրը ներկայացնել որպես փրկության սկիզբ։ Չէ, փրկության սկիզբ չէ, բայց իշխանությանը եթե լսեք, այդպես է։ Մի էլ բացառեք, որ մի օր սեպտեմբերի 21-ը տոնացույցից կհանվի, օգոստոսի 8-ը կհամարվի նորի սկիզբ։ Տեսեք, դուք հակադրեցիք ձեր խոսակցության սկզբում եվրոինտեգրումը կամ Եվրամիության անդամակցումը ամեն դեպքում իշխանությունների այս քաղաքականությունը հակառուսականության հետ, բայց Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է Հայաստանի ռազմավարական գործընկերը, հիմա մենք թվերի մասին ենք լսում, 500 միլիոն դոլար թե եվրո միայն էներգետիկ համակարգում, TRIP-ի այս ճանապարհի պայմանավորվածության ձեռքբերումից հետո 145 միանգամից 150 միլիոն դոլար նախնական
այդ հատկացումների մասին անչափես դրանից հետո մենք լսեցինք ՏՏ ոլորտում խոշորագույն 500 նախնական դա նույնպես ներդրումների վերաբերյալ եւ արդեն այս բոլոր գործընթացները սկսվել են եւ կարող ենք էլի թվարկել նման թվեր, բայց մենք այս բոլոր տարիների ընթացքում ռուսական նման ներդրումների մասին չենք լսել։ Ռուսական ներդրումները եղել են հանրային ծառայությունների ոլորտում, դրանք այսպես են եղել, հավաքվել են գումարը ժողովրդից, որոշակի ներդրումներ կատարվել, այսինքն Ռուսաստանից բուն ներդրում չի եկել, ես չեմ հիշում նման խոշոր ներդրում։ Պատմական նման փորձ չի կարելի անել։ Խնդրեմ դուք ապացուցեք, որ չէ, ես ռուսների փաստաբանը չեմ, բայց չէ, մենք իրողություններն ենք։ Բայց եթե հիմա մեկ օրինակ ռուս վերլուծաբանի դուք այս հարցը տայք, ինքը կասեր ձեզ, որ պատմությունը կարճաժամկետ 10-20 տարով չափվող բան չի, եւ գյուղաքաղաքից ինդուստրիալ քաղաքի վերածված Երևանի օրինակ։ Չգնանք խորհրդային միություններ, թե դուք ուզում եք այնտեղից գալ կամ ավելի վաղ։ Չի կարելի 5-10 տարով չափել։ Սա մեկ, երկրորդ անկախ Հայաստանի ողջ տարիների ընթացքում, անկախ, բայց անվտանգության համակարգում մեծ ներդրում է ունեցել է ձեր ասած երկիրը։ Միայն նրանց տված սպառազինությունների չափ է ձեր ասած բոլոր թվերը կլանում է իր մեջ։ Սա մեկ, երկրորդը Ռուսաստանը վատ դաշնակից է։ Բազմաթիվ անգամներ ես դա ասել եմ։ Բարեխիղճ դաշնակից չի։ Բոլոր առումներով։ Դա տասնյակ օրինակներ հիմա կարող են բերել։ Բայց մենք մի հատ շատ հետաքրքիր տրամաբանություն ունենք։ Մենք անկատար անվտանգային համակարգը համեմատում ենք ոչ թե դրա չգոյության, այլ ինչ-որ մի իդեալական համակարգի հետ, որը չկա։ Հասկանում եք մեր խնդիրը ինչ դա։ Մեզ որևէ տեղ անվտանգային այլ ընտրանքային համակարգ չեն խոստացել։ Դա դատարկ խոսքեր չի, ոչ էլ ռազմավարական կոչվող փաստաթղթերի ստորագրում է։ Կա որևէ երկիր, որը պատրաստ է գրավոր հանձնառություն ստանձնել Հայաստանի առաջ, որ պատերազմի մեջ կմտնի Հայաստանի օգտին այն պարագայում, եթե Ադրբեջանն ու Հայաստանը հարձակվեն Հայաստանի վրա։ Ադրբեջանը Թուրքիան։ Չկա նման երկիր, ու չի կարող արևմուտքում նման երկիր լինել, որովհետև Թուրքիան նրանց շատ բնական դաշնակիցն է։ Իշխանություններն ասում են արևմտյան ներդրումները հատկապես ռազմավարական նշանակության ոլորտներում դա արդեն անվտանգության երաշխիք է։ Ուրեմն ֆիքսեցինք։ Նախ մի հատ շատ տպավորիչ թիվ էլ ընդամենը տարիուկես թե 2 տարի առաջ էին ասում 2.5 միլիարդ դոլար։ Հիշում եք։ Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Եռակողմ ինչ-որ ուր է այդ 2.5 միլիարդ։ Բազմիցս հայտարարվել է, որ մոտ կես միլիարդը դա արդեն հյուսիսարավ մայրուղու։ Բայց հիմա վաղուց այդ 2.5 միլիարդը մենք ստացած պիտի լինենք։ Վաղուց։ Կամ դրա կեսը առնվազն։ Գիտեք, հռչակագրային հայտարարությունը մի բան է, իրական ներդրումները մեկ այլ բան։ Երրորդը ով կարող է երաշխիք տալ, որ թրիփը չի արժանանալու նոյեմբերի 9-ի ճակատագրին։ Ինչի նոյեմբերի 9-ը տեղի չունեցավ։ Շատ պարզ պատճառով, պետք չի դավադրական ինչ-որ տեսություններ, բան տենց, որովհետև տուրբուլենտ աշխարհ էր, այսինքն փաստաթուղթը ստորագրվեց մի փուլում, երբ դերևս արևմուտք Ռուսաստան խզում չկար, բայց փաստաթղթի իմպլեմենտացիան պիտի տեղի ունենար արդեն մի հատ փուլում, որտեղ զրոյական դարձան արևմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները, հա, եւ այդ պարագայում, քանի որ նոյեմբերի 9-ի հատկապես 9-րդ կետը բխում էր Ռուսաստանի շահերից եւ հակադրության մեջ էր մտնում արևմտյան կենտրոնների շահերի հետ, նրանք հնարավորինս արեցին տորպեդահարելու նոյեմբերի 9-ի իրագործումը։ Հիմա նույն կերպ թրիփը, եթե Ռուսաստան-արևմուտք հարաբերությունները չկարգավորվեն, սպասարկում է աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի շահերը եւ հակադրության մեջ է մտնում աշխարհաքաղաքական բազմաթիվ կենտրոնների շահերի հետ, որոնք կարող են տորպեդահարել դրա իրագործումը։ Այսինքն խնդիրների լուծումը ստրատեգիական բալանսի մեջ է։ Ստրատեգիական բալանսը հենց խախտվեց, որևէ նախագիծ էլ կյանքի չի կոչվելու։ Թրիփը, ես չեմ ասում չեղարկենք թրիփը, ես այդ արկածախնդրությունը որպես քաղաքական գործիչ երբեք ինձ թույլ չեմ տա։ Հայաստանը իրավունք չուներ եւ չունի
ոչ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկելու, ոչ թրիփը, որտեղ մենք դրա ստրատեգիական հնարավորությունները չունենք հակադրվելու Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների հետ։ Ես ասում եմ, պետք է հնարավորինս բալանսավորված լուծումներ գտնել, որպեսզի Հայաստանի շուրջ հնարավոր լինի աշխարհաքաղաքական շահերի ներդաշնակեցում, ոչ թե Հայաստանը վերածենք աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետի։ Ինչպես եք դա դուք պատկերացնում, եւ հիշեցնեմ նաեւ Ռուսաստանից եկող թրիփի վերաբերյալ հայտարարությունները, որ իրենք ցանկանում են ներգրավել, շատ մեծ մտահոգություն առանձնապես Պարսկաստանից էլ չի հնչել Իրանից, նրանք նույնպես ասում են, որ մեզ հավաստիացրել են, որ դա իրենց շահերի դեմ չի։ Հավաստիացրել են, բայց իրենք չեն հավատացել։ Չեն ասում, չենք հավատացել։ Դե գիտեք, դիվանագիտական ձևակերպումները ամեն ինչի մասին են։ Մենք շարունակում ենք սպասել համոզիչ փաստերի։ Նախագահը այստեղից որ դիթրջեր Իրանի Իսլամական Հանրապետություն ինքնաթիռում թվիթ արեց Իրանի Իսլամական Հանրապետության, որ այնուամենայնիվ միջև վերջ չի համոզվել եւ այլն։ Եվ Թեհրանից եւ Ռուսաստանից հակասական ազդակներ են գալիս, դուք ճիշտ եք։ Միանշանակ գնահատականներ չկար, որտեղ միանշանակ չէ նաեւ թրիփի հեռանկարը։ Իսկ երբ որ իրենք տեսնեն, որ դա գործնականանում է, ընդհանրապես մի բան ասեմ ձեզ, մեր հեռուստադիտողին էլ հետաքրքիր կլինի, միջազգային կոնֆլիկտոլոգիայի մեջ մի հատ տերմին է առաջացել, կոչվում է թրամփիզմ։ Դա միջազգային կոնֆլիկտների կարգավորման նոր կոնցեպտ է, որտեղ շեշտը դրվում է ոչ թե կոնֆլիկտների խորքային ճանաչման եւ ինստիտուցիոնալ լուծումների, այլ PR-ի վրա, աղմկոտ PR-ի, որը չի բերում կոնֆլիկտների իրական կարգավորմանը, որտեղ ցանկացած կոնֆլիկտ ունիկալ է եւ չկրկնվող է։ Չի կարելի բոլոր կոնֆլիկտները նույն տենց աղմուկով, տենց բան, օրինակ այսօր Թայլանդի վարչապետը ասում է Կամբոջայի հետ որևէ թուղթ չունեն ստորագրած։ Բայց դա այն 8 լուծված կոնֆլիկտների շարքում է Թրամփը հիշատակում։ Այդտեղ աղմուկն է շատ, լուծումները շատ քիչ են։ Դրա համար եմ ասում, թրիփի հարցում մի քիչ զսպված սպասելիքներ ունենանք։ Բայց ձեր հարցը կանխելով ասեմ, որ Հայաստանի համար ամենաիդեալական լուծումը կլինի ինչ-որ Ռուսաստանի պաշտոնյաների վկայակոչելով, որ դուք ասում եք, եթե Աստծո կամոք ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի եւ կոմունիկացիոն կայուն շփում լինի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ եւ նրանք կարողանան Սյունիքով անցնող ճանապարհի մասով գալ կոմպրոմիսային լուծումների, դա Հայաստանի համար ամենադրական լուծումը կլինի մի կողմից երկու աշխարհաքաղաքական կենտրոնների համաձայնությունը բավարար պաշտպանական միջավայր կձևավորի Ադրբեջանի, Թուրքիայի հնարավոր ոտնձգություններից, մյուս կողմից այդ աշխարհաքաղաքական մրցավազքը չի լինի։ Իսկ ձեր կարծիքով ինչպեսին կլինի, որովհետև այս բանակցությունները ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ կարծեք թե մենակ ուկրաինական գործոնը չեն նկատի ունենում։ Բանակցություններում կան նաև միգուցե նաև մեր տարածաշրջանը, միգուցե նաև կենտրոնական Ասիան եւ շատ այլ Եվրոպա եւ այլն։ Ձեր կարծիքով զուտ թրիփի այդ ուղու վերաբերյալ կամ Հայաստանի ընդհանրապես շրջափակման վերաբերյալ Ամերիկան եւ Ռուսաստանը ինչ քննարկումների կամ ինչ հանգրվանի կգան։ Դուք ճիշտ եք, ուկրաինական պատերազմը նոր աշխարհակարգի ձևավորման բանալին է կամ դրա այդ հակամարտության կարգավորումը։ Այդ առումով այո, Մոսկվայի եւ Վաշինգտոնի զրույցը այդ թեմայով չի կարող վերաբերել միայն այդ թեմային։ Այդտեղ նույնիսկ Ուկրաինան մանրադրամի դեր է կատարում այդ բանակցություններում։ Դրա համար ես ասեցի, որ քանի դեռ նոր աշխարհակարգի ուրվագծերը չկան եւ ձևավորված չեն, հնարավոր կոմպրոմիսների ընդհանուր գծերը թրիփի շատ մեծ հեռանկար չեմ տեսնում։ Ինչպես եւ տեսանելի չէր նոյեմբերի 9-ի կենսագործման շատ մեծ հնարավորություն կոմունիկացիաների մասով։ Հետևաբար մենք պիտի ուշադիր հետևենք այն process-ներին գլոբալ, որ տեղի են ունենում Վաշինգտոն, Մոսկվա, նաև Պեկին, Նյու Դելհի այդ շրջանակում, նաև Եվրամիություն։ Ես առայժմ շատ մեծ լավատեսություն չունեմ, որ ուկրաինական հակամարտությունը մոտ է կարգավորման, ինչքան էլ տարօրինակ հնչի մեր հեռուստադիտողներից,
ոմանց համար այդ ուլտրալիբերալ գլոբալիստական եվրոպական էլիտաները իրենց շահերը սպասարկելու համար դերևս ուկրաինացի ժողովրդի տառապանքների գնով պատերազմը շարունակելու բոնուս են դերևս տալիս Զելենսկուն։ Պարոն Սուրենյանց, թրիպի վերաբերյալ կամ տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ կարծեք թե այլ հետաքրքրությունների սրում նույնպես նկատվում է։ Ես ադրբեջանական գիտեք վերացական այդ գործոնը ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս հրապարակում կար, որ Վրաստանը ճիշտ է, այս նավթամթերքի առաջին խմբականակի դեպքում հայտնի դարձավ, որ մաքսատուրք չի գանձելու, բայց հաջորդիվ արդեն որ շարունակական լինի գանձելու է։ Այնուամենայնիվ այդպիսի վերլուծություն կար, որ Վրաստանը հավանաբար մոռացել է, որ խորհրդային տարիներին Ադրբեջանը Հայաստանի հետ ունեցել է տարբեր հաղորդակցության ցանցեր, այդ թվում նաև Ղազախի ճանապարհ, այս ընթացքում երբ որ թրիպներ քննարկվում էր, տարբեր փորձագետների եւ քաղաքական գործիչների միջև իշխանություններին ուղղված քննադատություններ կային, թե ինչի չեն բանակցում Ղազախի այդ ուղու երկաթգծի Ղազախից դեպի Հայաստան եկող երկաթգծի վերականգնման համար, որ գնացել են ներքև թրիպն են մեղրու այդ ճանապարհն են բանակցում, այնտեղ վերլուծություն կար, եթե Վրաստանը շարունակի կիրառել բարձր մաքսատուրք, ըստ երևույթին բարձր մաքսատուրք է առաջարկել, որը մենք չգիտենք, մենք արդեն աշխատում ենք եւ հետազոտական խմբեր, ուսումնասիրող խմբեր կան, որ գործարկվի Ղազախից դեպի Երևան եկող երկաթգիծը եւ ոչ միայն երկաթգիծը, որ այդպեսով նա գնա հայկական Հայաստանի խորքերը եւ այնտեղից էլ տարբեր տեղեր։ Եվ սա նաեւ զուտ ապաշրջափակման հնարավորությունների մասին նման վերլուծություններ Ադրբեջանում պատահական չեն արվում։ Եվ զուտ վրաց արդեն Ադրբեջան կամ հայկական այդ խանդի, չասենք, կամ շահերի բախման խնդիր ինչպես է գնահատում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ոգևորված ասում էր, որ Վրաստանը խաղաղության խաչմերուկի օրակարգը պաշտպանում է, դե նրանք ասել են։ Իրականում Վրաստանում կա մտահոգություն, շատ բնական է։ Տարանցման գումարներից իրենց բյուջեն շատ մեծ գումարներ էր ստանում եւ բնականաբար իրենք առնվազն մտածում են այն ռիսկերի մասին, որ կարող է առաջանալ թրիպի կամ Սյունիքի ճանապարհի վերագործարկման արդյունքում։ Այդ կա։ Այդ հերքելը անիմաստ է։ Մյուս կողմից ամենայն հարգանքով Վրաստանի հանդեպ Վրաստանը չունի այն սուբյեկտությունը, որ կարողանա դիմադրել այդ կարգի պրոյեկտի իրագործմանը, եթե այնուամենայնիվ այդ պրոյեկտը շահագործվի։ Սա երկու։ Երրորդը Վրաստանում այլ անհանգստություններ կա, որ ադրբեջանական լրատվամիջոցները քողարկում են, մեզ մոտ էլ ընդունված չի դա խոսել։ Վրացիները շատ վատ են նայում Ադրբեջանի հարաճուն եւ հանդուգն հավակնություններին։ Իսկ այդ հավակնությունները մենակ մեր մասով չի, նաև Վրաստանի մասով է դրսևորվում։ Ըստ էության վրացական շահերը իգնոր են արվում, օրինակ Դավիթ Գարեջայի շուրջ շարունակում են այդ վեճերը եւ դրա համար իրենք ինքնապաշտպանական որոշակի բնազդամոտներ առաջացել Վրաստանի եւ փորձում են այդ ռիսկերը կառավարել։ Սա ավելի շատ հայկական գործոնի հետ կապված չի, վրաց-ադրբեջանական ոչ այնքան միաշերտ հարաբերություններում առաջացած խնդիրներ են։ Մյուս ձեր ասածը, որ վերաբերվում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը Հայաստան-Վրաստան, կներեք, բայց ես որևէ նշան չեմ տեսնում։ Հայաստան-Ադրբեջան։ Հայաստան-Ադրբեջան։ Ես որևէ նշան չեմ տեսնում, կներեք, որ Հայաստան-Ադրբեջանը անկեղծորեն ձգտում է Հայաստանի ապաշրջափակմանը։ Իրենք ապաշրջափակում ասելով առայժմ միայն նկատի ունեն Սյունիքի ճանապարհով անցանելիության ապահովում։ Լավ, անդրադառնանք նաև ներքաղաքական հարցերին, պարոն Սուրենյանց։ Դուք արդեն իսկ հայտարարել եք, որ բանակցություններ կամ քննարկումներ ունեք տարբեր ուժերի հետ, նախընտրական 2026 թվականի համապատասխան ընտրություններից առաջ նախընտրական ինչ-որ համագործակցության կամ դաշինքի եւ նշել եք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, Գագիկ Ծառուկյանին, Հայ ազգային կոնգրեսին, այլ ուժեր չեք նշել, կասեք հիմա կան թե ոչ։ Ուզում եմ հասկանալ ինչ փուլի եք հասել, արդյոք այդ համագործակցությունը տեղի է ունենալու Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, ՀԱԿ, դուք։ ՀԱԿ-ը չկա այդ բանում, այդ այսինքն ՀԱԿ-ը ես նշել էի, որ որպես կուսակցություն, որ ուժերի հետ ենք համագործակցում։ ՀԱԿ-ը այո, մեզ ամենահոգեհարազատ կուսակցություններից մեկն է, արժե համակարգով։
Մյուս կողմից մենք Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ ունենք ինստիտուցիոնալ համագործակցության շատ հարուստ փորձ։ Մենք գրեթե բոլոր թիմ ընտրություններին մասնակցել ենք համատեղ, ու ընդ որում բավականին հաջող։ Նաև 5-6 համայնքապետ ունենք։ Բայց ձևաչափերի հստակեցման շուրջ բանակցությունները դեռ առջևում են, այսինքն այդ առաջարկ Հայաստանին, որ ծրագիր հռչակվել է պարոն Ծառուկյանի կողմից, ինչպիսի ձևաչափ կլինի, հա, կոնկրետ ընտրական ձևաչափի մասին, խոսքը դերևս քննարկված չի։ Բայց այն, որ դուք կհամագործակցեք կամ դաշինք կկազմեք Բարգավաճ Հայաստանի հետ, դա կարծեք թե հաստատ եք։ Հիմա էլ ենք համագործակցում, շատ նախընտրական դաշինք նկատի ունեմ։ Նախընտրական տրամաբանություն կա, այո, տրամաբանորեն ամեն ինչ կարող է գնալ դրան, բայց այս պահին զուտ ձևաչափային լուծումներ դերևս չկան։ Ոչ թե չկան, որ չենք քննարկել, շատ վաղաժամ ենք համարում, որտեղ շատ ակտիվ դաշտում բաներ է տեղի ունենում, ներքաղաքական զարգացումներ, որևէ ուժել առայժմ իր հստակ ձևաչափը չի որոշել։ Ի վերջո կարող են ավելի մեծ միավորումներ լինել։ Ի վերջո սկզբունքորեն հնարավոր է մի հատ տարբերակ, երբ որ հոգի հարազատ ուժերը որոշեն տարբեր ձևերով մասնակցել ընտրություններին։ Այո, այդ ընդհանուր համագործակցությունը եւ հոգի հարազատությունը գոյություն ունի մեր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության միջև, բայց ձևաչափային քննարկումները առայժմ չեն եղել։ Իսկ ՀԱԿ-ի ամեն դեպքում ՀԱԿ-ը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունեցել են համագործակցության Ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց իմ ունեցած դեղեկատվությամբ իրենց մեջ հիմա ձևաչափային եւ այլ տիպի համագործակցություն կարծեմ չկա։ Բայց կրկնում եմ, ես այլ կուսակցությունների փոխարեն այս բանին չեմ կարող։ Շատ լավ, իսկ ուրիշ ում հետ եք դուք մասնակցում։ Ես բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումներ ունեմ։ Քաղաքական ուժերի մի զգալի մասի ղեկավարների հետ մարդկային ընկերական հարաբերություններ ունեմ։ Նախընտրական տրամաբանության։ Չէ, նախընտրական տրամաբանության մեջ ես կրկնեցի, առայժմ մենք ձևաչափային հստակություն չունենք, բայց ունենք բազմաշերտ համագործակցություն, այո, ԲՀԿ-ի հետ։ Իսկ ԲՀԿ-ից զատ քննարկում եք այլ կուսակցությունների հետ կամ միասին։ Օրինակ նախկին իշխանությունների հանրապետական կուսակցության հետ, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած այդ դաշինքի հետ հաստատ ձևաչափ չենք ունենա, բայց ես պարբերաբար հանդիպում եմ թե առաջին նախագահի հետ, թե երրորդ նախագահի հետ, բայց նախընտրական ընդհանրություն հաստատ չենք ունենա նախկին համակարգի կուսակցությունից որևէ մեկի հետ, կաշկանդված չէ, կարող ենք անակնկալ ձևաչափեր էլ ունենանք, իհարկե։ Օրինակ ինչ կարող։ Չէ, հիմա ես չեմ ձևաչափը բացահայտի, բազմաթիվ կուսակցությունների եւ բազմաթիվ գործիչների հետ շփվում եմ եւ չեմ շտապում որոշում կայացնել։ Գա ժամանակը ամենաարդյունավետ ձևաչափը հաստատ կգտնենք։ Երբ է ժամանակը։ Ինքնաբավ քաղաքական ուժ եմ ես մեզ համարում, որոշակի մինիմալ ռեսուրսներ տիրապետում ենք, հետեւաբար շտապելու խնդիր չունենք։ Շատ լավ, իսկ ելնելով գոյություն ունեցող իրողություններից այս կուսակցությունը ինչ է անում, այս կուսակցությունը ինչ կշիռ ունի կամ հասարակական տրամադրությունները նաև զուգորդենք դրանց, ինչ զարգացումներ են սպասվում նախընտրական շրջանում, ինչ դաշինքներ կամ ինչ արդյունք կարող է լինել, չէ՞։ Հիմա շատերը նաև արդյունքների մասին են խոսում, ասում են, մեծ տարբերություն չի լինելու ընտրությունների արդյունքում։ Չէ, անկանխատեսելի է, վստահ պնդումներ էլ չենք կարող անել։ 4-5 ազդեցիկ ընդդիմադիր բևեռ է ձևավորվելու, դժվար չի պատկերացնել։ Երկրորդ նախագահի շուրջ, երրորդ նախագահը գուցե իր թիմը տրանսֆորմացնի։ Այսինքն նախկին ղեկավարների շուրջ, նախկին չէ, ես թվում եմ մի քանի հնարավոր բաներ։ Պարոն Ծառուկյանի հայտը, Սամվել Կարապետյանի հայտը, շատ շուտով ազատության մեջ հայտնվելու նաև Վարդան Ղուկասյանը, դոկ բավականին մեծ վարկանիշ ունի, բավականին բարձր վարկանիշ ունի։ Այսինքն այս 4-5 Բայց նա չի մասնակցել ընտրություններին, չի այդ իրավունքը։ Բայց մասնակցել է թիմը իր, հիմա ինչ-որ թիմ կձևավորի, անկասկած է դա, այսինքն 4-5 բավականին ազդեցիկ միավորներ կլինեն, համարյա բոլորին նշեցի։ Իսկ դուք օրինակ Ծառուկյանը կամ դուք ձեր միասնական այդ դաշինքը կհամագործակցի։ Մենք առայժմ դաշինք չունենք։ Բայց տպավորությունն այնպեսին է, որ դաշինք կարող լինել։ Դե եկեք ժամանակից շուտ չընկնենք։ Հա,
Սամվել Կարապետյանի ձևավորած ուժի հետ կհամագործակցեք նախընտրական թե չէ։ Եկեք այսպես ասեմ, ես իրավասու չեմ այդ հարցերին պատասխանելու։ Բայց քննարկում ունեք։ Ես որպես կուսակցության ղեկավար բոլորի հետ, այդ թվում Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ քննարկումներ ունենք։ Կուսակցության ղեկավար եք, իրավասու չեք, ով է իրավասու դեպքում։ Չէ, դաշտ ասում եք հնարավոր դաշինքի անունից, չէ։ Ես Ծառուկյանը ունի մամուլի խոսնակ, ունի աշխատակաց, Ծառուկյանի մասով իրենք պիտի պատասխանեն։ Ես բոլորի հետ շփում ունեմ, սկսած Բարգավաճ Հայաստանից վերջացրած այո, եւ Սամվել Կարապետյանի ուժ եւ Արթուր Վանեցյան, բոլորի հետ էլ ես շփվում եմ։ Ոմանց հետ նաեւ ընկերական շփումներ ունեմ, հետեւաբար, բայց պաշտոնական հիմա մեկնաբանեմ ով ինչ, չէ, գիտեք ես ինչը կարևորեմ, եկեք առանձին լոկալ հարցերի չպատասխանեմ, եթե նույնիսկ պատասխաններ ունենամ չեմ պատասխանի, մի մասի պատասխանները բնականաբար ունեմ, ես կարևորում եմ այլ բան, ես իմիջիայլոց դա շատ մեծ մասնակցություն եմ ունեցել, որպեսզի դա Գյումրիում հաջողությամբ տեղի ունենա։ Ինչո՞։ Ես այդ 4-5 ուժերը պատահաբար չնշեցի, հա։ Մեկ դրոշով Վարդան Ղուկասյանի վերընտրվելուն կարելի ասել Չէ, մենք որպես կուսակցություն մասնակցում ենք Գյումրիում։ Դուք նպաստել եք։ Մի հատ մոդելի կիրառմանն եմ նպաստել։ Երբ որ 4-5 ազդեցիկ քաղաքական ուժեր առանձին մասնակցեցին ընտրություններին, հուշագիր չստորագրեցին, դաշինքային ճոռոմ հայտարարություններ չարեցին, բայց մի հատ չգրված կոնսենսուսի եկան, որ ընտրություններից հետո ավականիում ներկայացված ուժերով բացառում են ԿՊ-ի հետ համագործակցությունը եւ գերապատվությունը տալու են այն քաղաքական ուժին, որը ընդդիմության մեջ առաջինն է։ Գաղափարի հեղինակը դուք եք։ Գաղափարի կենսագործողներից մեկը ես եմ։ Առաջին անգամ այդ ծրագրի մասին Գյումրիում ես եմ հայտարարել։ Դա կարող է իրագործվել նաեւ խորհրդարանական դեպքում։ Դիտի ամեն ինչ անել, որ այդ մոդելը կիրառվի նաեւ համապետական մակարդակ։ Օրինակ դուք կարծեք թե այդքան էլ կողմնակի չէիք նախկին իշխանությունների Քոչարյանի, Սերժի հետ համագործակցելու նախընտրական դաշինքներին։ Այս դեպքում նախընտրական դաշինքին հիմա էլ չեմ պատկերացնում իրենց հետ։ Այո, իսկ արդեն ընտրություններից հետո հետընտրական դաշինքին կողմ կլինեք, որպեսզի հետընտրական դաշինքում նախկին համակարգի որևէ առաջնորդ կոնսենսուսի կենտրոնում չի լինելու, վստահ եղեք։ Իսկն նախկին համակարգի ոչ մի կարգառուն ներկայացուցիչ կոնսոլիդացնող տեխնացուին չի ձգելու այս անգամ, վստահ եմ։ Իսկ որ ընդհանուր ընդդիմադիր կոնսոլիդացիային իրենք մաս կազմեն, առարկություն չեմ ունեցել այն ժամանակ, չունեմ հիմա։ Իսկ կենտրոնում ով է դեպքում։ Վստահ եմ, որ ընդդիմության առաջնորդը հին համակարգի ներկայացուցիչ չի լինելու։ Ով կլինի, հասարակությունը կորոշի։ Ծառուկյանը հին համակարգի ներկայացուցիչ է, թե ոչ այդ առումով։ Դե գիտեք, ընդհանրապես նախկին համակարգ, որ ասում ենք, նախկին նախագահների շուրջ համախմբված ուժերի նկատի ունենք, թե չէ այդպես ինձ էլ նախկին կարող եք համարել կամ որևէ մեկին էլ։ Իհարկե ոչ, Ծառուկյանը ես նախկին համակարգի գործիչ չեմ համարում։ Իսկ Թաթոյանի շուրջ կոնսոլիդացվելուն ինչպես եք նայում։ Ես նոր թվեցի իմ կարծիքով որ ուժերին եմ ավելի ֆավորիտ համարում։ Եթե այդ ուժերից որևէ մեկում պարոն Թաթոյանն է, այդ կոնսոլիդացիան կենտրոններից որևէ մեկում այլ խնդիր է։ Առանձին վերցրած ես չեմ տեսնում, որ ինքը կարող է կոնսոլիդացիոն կենտրոն ձևավորել։ Իսկ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանին նշում էի կոնսոլիդացիոն կենտրոնների մեջ։ 5 կենտրոն, որ քիչ առաջ նշեցի, այդ 5-ի մեջ կար նաև Սամվել Կարապետյանի անունը։ Երկու նախկին նախագահներին նշեցի, ու իրենց շուրջ կոնսոլիդացիոն կենտրոններով Ծառուկյան, Սամվել Կարապետյան եւ ասեցի, որ եթե Վարդան Ղուկասյան դոգը հայտնվի ազատության մեջ, բողոքական էլեկտորատի մի զգալի մասի կարող է կլինի կոնսոլիդացիայի մաս։ Չէ, ես ընդհանրապես մերի ձերի չի, ես ասում եմ ընդդիմադիր սեգմենտում, այո, ակտիվ դերակատար, ովքեր կարող են լինել։ Եթե էլեկտորատ ունի, ինչպես կարող է չլինել, այլ հարց։ Յուրաքանչյուրը իր վարկագիծը ինքը կորոշի։ Ես իմ ցանկությունը ասեցի, որ այս 4-5 ազդեցիկ ուժերը չգրված կոնսենսուս ունենան Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում։
Շատ լավ, ասացի Գյումրիի օրինակով, այդ քննարկումները իհարկե Գյումրիից հետո շատ կան, ձեր կարծիքով դրա հավանականությունը որքան է, մեծ զարգացումներ արդյոք կամ իրողությունները արդյոք դրան կտանեն։ Եկ շատ բան կախված է նրանից, այլընտրանքային կենտրոն հասարակական գիտակցության մեջ այդ ընդդիմադիր ուժերը կընկալվեն, թե ոչ։ Հասարակությունը կհավատա, որ այս ուժը կամ այս ուժերը փոխող են։ Գյումրիում դա հավատացին, իդեմս Մարտուն Գրիգորյանի, Վարդան Ղուկասյանի երկուսի դեմքով մարդիկ հավատացին, որ այ կոնկրետ այդ երկու գործիչները եւ նրանց շուրջ եղած ուժերը կարող են թույլ չտալ ԿՊ-ի հաղթանակ։ Հիմա եթե Հայաստանում այսինքն ընդդիմադիր այս 4-5 ուժերից, որ նշեցի, 1-2-ը պիտի փոխվեն մյուսներից, դրական իմաստով եմ ասում, առաջ լինեն հանրային տրամադրությունների, հանրային նկատման տեսակետից, որպեսզի կոնսոլիդացնեն մի կողմից հասարակությանը, մյուս կողմից հասարակությանը փոփոխությունների հույսներ շնչեն։ Այս խնդիրը եթե կարողանանք լուծել, Գյումրիի մոդելը համապետական դրությունում կկրկնվի։ Այսինքն այս խնդիրի լուծումը ինչ եմ ասում կբերի փոփոխության, որտեղ սա կմեծացնի հասարակության մասնակցության մակարդակ ընտրություններում 1 միլիոնից շատ մարդ մասնակցեց կամ մասնակցությունը բարձր եղավ, իշխանությունը վերարտադրվելու շանս չի ունենա։ Եթե ընդդիմադիր ուժերը չկարողանան փոփոխությունների հանդեպ հասարակության մոտ սպասումներ առաջացնել եւ հասարակությունը այսօրվա պես ապատիկ մնաց եւ պասիվ մասնակցություն ունեցավ, վարչական ռեսուրսն հաղթելու բնականաբար իշխանությունը կվերարտադրվի։ Բայց այստեղ մի կարևոր բան եմ ես ուզում ասել, Նիկոլ Փաշինյանը բարոյական քաղաքական բոլոր առումներով սպառված իշխանություն ունի, նաև վարկանիշային առումով։ Եթե նա գնա ամեն մեթոդով վերարտադրվելու ճանապարհով, ընտրության հաջորդ օրվանից մենք ունենալու ենք ցնցումներով ուղեկցող քաղաքական համակարգ, ներքին շատ մեծ անկայունությամբ, եւ ինչը բերելու է ֆորս մաժորային զարգացումների 1-2 տարվա մեջ վստահ եղեք։ Նիկոլ Փաշինյանին այնուամենայնիվ որպես վաղեմի ծանոթ կհորդորե կամ խորհուրդ կտայ ամեն գնով չկարչել իշխանությունից, որտեղ հետո իշխանության անկում ավելի ցավոտ է լինելու։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։